Շարունակում ենք էկոնոմիկսի հերթական թողարկումը, այսօր խոսելու ենք Հայաստանի բիզնես միջավայրի մասին։ Այն բավականին դինամիկ զարգանում է, անշուշտ այս զարգացման ընթացքում առկա են բավականին խնդիրներ, նոր մոտեցումներ եւ այս թեմայով նախատեսում ենք պարբերաբար քննարկումներ ունենանք։ Բիզնես միջավայրի, ինչպես նաև առանձին ճյուղերի մասով, օրինակ տեքստիլի եւ այլ ուղղությունների մասով նախատեսում ենք քննարկում ունենանք կառավարման փորձագետ Արտակ Ասլանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ասլանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ասլանյան, դուք երկար տարիներ բիզնեսի մեջ եք, բազմաթիվ բիզնեսների խորհրդատվություն եք իրականացնում, ինքներդ նաև բիզնես նախագծեր եք իրականացնում։ Ինչպես կարող եք բնութագրել մեր ընդհանուր, այսպես հայկական բիզնես միջավայրը ունի որոշակի առանձնահատկություններ, որով տարբերվում է, ենթադրենք, մյուս երկրների կամ մյուս մշակույթներից։ Շատ հետաքրքիր հարցեր են սկզբից։ Այո։ Իրականում այո, հայկական բիզնեսը շատ է տարբերվում։ Նույնիսկ ես մի քանի ընկերություն գիտեմ, որ եկել են տրեյնինգի, որ ոնց որ վերապատրաստեն այդ ընկերությունները, ֆրանչայզ ընկերություններ են իրանք եղել, ու այն անալիտիկան ու այն դատաբազան, որ իրենք ունեցել են, ու այն ինչը որ կա Հայաստանում, իրականում ընդհանրապես իրար չի համապատասխանել։ Ենթադրենք այդ բրենդը ստեղծված է եղել 30-ից բարձր կանանց համար, որ ինքը այդպես luxury brand ու այդպես աշխարհում իրանց այդ CRM համակարգերով լրիվ ցույցատվե ովքեր են գնում, երբ են գնում, իսկ Հայաստանում լրիվ հակառակ պատկերն է եղել, մինչև 23-ից մինչև 26 տարեկան չամուսնացած աղջիկներն են գրել այդ բրենդը ու իրանց համար շոկային էր իրականում, բայց դե ամեն ինչի բացատրությունն էլ կա։ Համ տարբեր է, sense կարող եմ պատասխանել հարցին, համ էլ շատ առումներով նման է ու պետք է նմանվի, եթե ուզում ենք մենք միջազգային շուկայում քայլենք առաջատարների դիրքերի, լինենք նաև առաջատար դիրքերում, պետք է նմանվենք նաև իրենց։ Իսկ գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից մեր գործարարները ունեն իրենց բնորոշ, այսպես գծերը, որով տարբերվում են մյուս գործարարներ, հայ գործարարի կերպարը։ Դե մեր մենթալիտետը միշտ խոսում է, իմ կարծիքով, այս վերջերս էլ էլի նյութ եմ տեսել, չեմ հիշի ով էր, բայց շատ էլի դիպուկ էր ասում, որ մեր գործարարները ինչ-որ մի փուլից պետքա իրենց ոնց որ էստաֆետան փոխանցեն, բայց մեր գործարարները շատ դեպքերում չեն ուզում դա անեն ու ես sense մի հատ անուն եմ տալիս, որ այդ բիզնեսը դառնում է դինոզավր բիզնես, ինքը ծերանում է, գործարարի այդ մեծանում է ու ծերանում է ու ինքը այն ֆունկցիաները, որ արել էր ու այդ ժամանակվա համար ինքը որպես լավագույններից էր եղել ու ինչ-որ մի փուլից ինքը սկսում է չաշխատել։ Ու հիմնական պատճառը այո, հենց դա է լինում, որ մեր հայկական մենթալիտետը մենք շատ դեպքերում գործարարը չի վստահում, ուզում է այդ ամբողջ օպերացիոն այդ գործընթացը վերցնել իր վրա ու անգլերեն burnout են ասում, վառվում ասեն, չի դիմանում այդ անունին ու հաշվի առնելով այն, որ նաև ինքը մեծանում է, առաջվա այդ երիտասարդական այդ ուժը չկա։ Ինքը ուզում է ամեն process-ի մեջ ներգրավված։ Այո, ներգրավի, վերահսկի եւ արտադրողը լինի, եւ իրացնողը, եւ վաճառը։ Այո, ու հիմնական խնդիրը մեր մոտ է դա, որ ճիշտ պահին չեն փոխանցում, թեկուզ որոշ պարտականություններ փոխանցեն ու դուրս գան այդ։ Ես այս օրինակը շատ եմ բերում մեր բիզնեսմենների մասով, ասում եմ, երբ որ պատկերացրեք բիզնեսը շախմատ է ու ինչքան էլ դու լինես թագավորը այդ շախմատի կամ թագուհին, միևնույն է ունես զինվորից կախվածություն ես, եթե սխալ խաղա, դու ես վերցնելու այդ հարվածը քո վրա, եթե կողքի ձին սխալ քայլ անի կամ իսկ եթե դու թողում ես այդ ամեն ինչու, դառնում ես շախմատիստը, այսինքն դաշտը տեսնում ես ամբողջությամբ, թե քեզ ինչ է գալի, թե սևերը ոնց են խաղալու, թե դու ոնց ես խաղալու եւ
նաև թագուհին լինում է քո հերթական ֆիգուրներից մեկը, ոչ թե կամ թագավորը, ոչ թե դու, այդ դեպքում դու կարող ես փոխել ու առաջ գնալ։ Բայց մեր բիզնեսմենները շատ դեպքերում իրանք այդ շախմատի թագավորն են կամ թագուհին։ Մեր շատ հետաքրքիր բնորոշում տվեցիք մեր գործարարներին, բայց նույն գործարարները կարող են հակադարձել, դե կադրեր չեն գտնում մեզ փոխարինող, հա, ամենահայտնի բացատրությունը։ Փորձ չեն գտնում այդպիսի փորձ ունեցող, որ գա ընդհանրենք ֆինանսական մասը փոխանցեն իրենց։ Հա, ես այս դեպքում չեմ կարող չհամաձայնվեմ, իրականում բոլորի մոտ կա այդ խնդիրը։ Ես ասեմ ավելին սենց անցում կատարեմ, բայց նաև կապ ունի ձեր հարցի հետ։ Օրինակ նույն տեխնիկապես երբ որ վերազիննում է գործարարը, իր գործարարը, օրինակ նույն տեքստիլի ոլորտը, որ օրինակ բերեմ, որտեղ մենք անմիջապես ներգրաված ենք նաև որպես արտադրող, շատ տեխնիկաներ ուղղակի դրված են ընդ ու չեն աշխատում, բայց գործարարը դրա համար գումար վճարե, չգիտեմ, կամ լիզինգով է բերե կամ ինքնագումար վճարե, ուղղակի չկան այդ կադրերը, որ կարողանան աշխատացնել այդ մեքենաները։ Այս դեպքում է կհամաձայնվեմ, բայց օպերացիոն մասով մի քիչ այդքան համաձայն չեմ ինչ առումով, որ ինքը հմտություններ են, որոնք կարող ես դու քո աշխատողի զարգացնելով, եթե դու 20 տարվա, 18 տարվա ընկերություն ես ու ունես 10 տարվա աշխատակիցներ, իսկ թվում է դու կարող ես լուծումներ գտնել ու այդ աշխատողների ուժեղ կողմները բացահայտելով ավելի ուժեղացնել ու ոնց որ փոխանցել ով ինչից ուժեղ է այդ process-ը թողել իր վրա։ Դուք նշեցիք տեքստիլի ոլորտը, այստեղ դուք բավականին ակտիվ գործունեություն եք իրականացնում։ Ինչու որոշեցիք այս ոլորտում ներդրում կատարել կամ այս ոլորտով զբաղվել, ինչն էր հետաքրքրությունը, շահագրգռվածությունը։ Իմ պատասխանը թվերի հետ կապված չի լինի, դրա համար իմ հոբին է եղել, հագուստ արտադրելս ու դրա համար այլ բացատրություն չկա, որտեղ ներդրումային տեսանկյունից Հայաստանում տեքստիլը շատ ռիսկային է համարվում, որտեղ իր ռոյը շատ վատ է, բայց իմ համար ինքը հոբի էր որպես։ Ակտիվ գործունեություն մեր կազմակերպությունը շատ մեծ չի, ինքը փոքր կազմակերպություն է, բայց մենք կարելի է ճակերտների մեջ ասենք հայտնի դառնանք ինչ առումով, որ սկսեցինք մի ուղղություն վերցեցինք, վերնաշապիկներ ու սկսեցինք դրանք միայն արտադրել, ոնց որ մեզ շատ ճանաչում են վերնաշապիկ արտադրող ընկերություն որպես։ Ջալոց այդ խնդիրը կա տեքստիլի մեր ոլորտում, որ փորձում են ամեն ինչ անել ու ամեն ինչից սկսում են մի քիչ անել։ Չեն մասնագիտանում մի ուղղությամբ։ Այո, բայց նաև կա այստեղ շուկայի խնդիր, որ մեր շուկան այդքան մեծ չի, որ մասնագիտանաս օրինակ միայն մի ուղղությամբ։ Մենք արտահանում ունենք նաև, դրա համար ոնց որ կարողանում ենք այդ ուղղությունը մեր պահել, մեր ռազմավարությունը չշեղվել։ Բայց շատ ընկերություններ, որոնք արդեն 50+ աշխատողներ ունեն, 30+, իրենց համար շատ դժվար է, ես հասկանում եմ, որ մի ուղղություն վերցնել ու շուկայի, մեր լոկալ շուկայի համար արտադրել միայն այդ ուղղությունը։ Բայց այդտեղ խնդիրները դե շատ են, միայն արտադրողի խնդիրը չի, այլ այդտեղ նաև կա փոխարժեքի տատանման հետ մեծ խնդիր, օրինակ լոգիստիկայի թվերը նայում են վերջի 2 տարում մոտ 30-40% աճել է, ինչը ուղիղ կապ ունի։ Այստեղ կա բրենդինգի խնդիր նաև, որ հայկական արտադրանքը դեռ չի ընդունվում միջազգային շուկաներում որպես, չգիտեմ, կա պրեմիում արտադրանք կամ գոնե ինչ որ մի արտադրանք թե էժան չի, բայց ընկալում չունի, սենց կարելի է ձևակերպել հայկական արտադրանքին, ընկալում չկա, մարդը չգիտի ոնց ընկալի իրան, էժան, թանկ, լավ, վատ, առօրյա։ Ոստեղ ինձ թվում է պետքա պետական որոշակի մասնակցություն է հարկավոր, թեկուզ, չգիտեմ, անձրևանոցի տեսքով ինքը վերցնի գոնե դիրքավորում ապավի շուկան։ Դիրքավորում ապավի, թեկուզ որպես մուլտի բրենդեր ներկայանա մի քանի շուկաներում մեծ ու այդ ընթացքում կարողանան արդեն կազմակերպությունները ինքնուրույն խոշոր խաղացողների վրա դուրս գան ու իրենց հետ աշխատել։ Իսկ դուք ո՞րն եք տեսնում հայկական որպես զարգացման ուղղություն, նույն այդ վերնաշապիկները, չգիտեմ, տարբեր տեքստիլ այլ ապրանքներ կարող է լինել, այսինքն
Հայաստանը ձեզ որով կարող է մտնի միջազգային շուկա, տեղական շուկան փոքր է անշուշտ։ Դե իմ խորին համոզմամբ բազային ապրանքները շատ դժվար է բազային ապրանքներով մրցակցելը, քանի որ կան երկրներ, որտեղ աշխատավարձը շատ ցածր է ու իրանք կարողանում են այդ դրա վրա հենվելով էժան գին տալ։ Այստեղ ինձ թվում է պետք է ավելի շատ կազմակերպությունները ունենան իրենց ոճը ու գտնեն իրենց հաճախորդներին, բայց այդ ոճը ունենալու հետ մեկտեղ նաև պետք է ճանապարհ որոշակի անցնեն։ Տենց հեշտ չի միանգամից կազմակերպությունը բացվի ու ինքը ոճ ունենա ու սկսի աշխատել այդ ոճով։ Այստեղ պետք է նաև ինքը ծառայություններ մատուցի, ինքը պետք է սխալվի, այդ սխալների վրա ավելի ուժեղանա, այդ որոշակի այդ ճանապարհը պետք է անցնի իմ կարծիքով, որ ունենա որոշակի ընտրի ուղղություն ու այդ ուղղությունը սկսի զարգացնել։ Այս պահին դուք նշեցիք նաև արտահանում եք, հա, ինչպես եք գտել ձեր արտահանման շուկան օրինակ։ Ճիշտ ասած, արտահանման շուկան մենք մի կազմակերպության համար ենք հիմնականում արտահանում, ու այդ կազմակերպությունը ինքն է մեզ գտել ավելի շատ սոցիալական ցանցերի միջոցով ու սկզբից շատ բարդ էր ստանալ իրենց ուզած մոդելը մյուս, բայց իրանք են դիզայնը տալի, դուք այդ համապատասխան դիզայնը կարում եք։ Սկզբի փուլում իրանք են դիզայնը տալի, բայց մի տարի հետո սկսեցին իրանք մեզ վստահել ու մեր դիզայներն էլ ընդունեցին որպես իրենց համար ոնց որ հիմնական ուղղություն։ Բայց ել եմ ասում, ստեղ էլի մենք ունենք կադրային խնդիրներ, որ պետք է այդ ամեն ինչը արագ հիմա տեխնիկան շատ զարգացել, հիմա այդ շատ հեշտ կարելի է 10 րոպեում լավ դիզայներ ստանալ որոշ ծրագրերի միջոցով, բայց մեր մոտ այդ միջին մասնագիտական այդ կրթությունը հենց հիմա շատ թույլ մակարդակի վրա է, բայց ես գիտեմ, որ տարբեր միջազգային ընկերություններ նաև պետական մակարդակով փորձում են այդ մասը ուժեղացնել ու ես վստահ եմ մի քանի տարի հետո պատկերը կփոխվի։ Բավականին հետաքրքիր այսպես դիտարկումներ արեցիք շուկայի զարգացման մասով եւ հիմա օրինակ մենք ներքին շուկայի մասով ինչ ունենք մեր ներքին շուկայում։ Դուք անշուշտ շփվում եք նաև տեքստիլագործ մյուս ընկերություններ, ինչպիսի է իրենց վիճակը, ինչ միտումներ ունեն, ինչ խնդիրներ ունեն։ Խնդիրները էլի ասենց կարող եմ երկու մասի բաժանել, մեկը այդ ակնհայտ խնդիրները, որ կա ու ոնց որ բոլորը գիտեն դրա մասին, ու մյուսը այն խնդիրները, որ ես նայում եմ ոչ թե որպես արտադրող, այլ որպես կառավարման խորհրդատու։ Առաջին խնդիրներից մեկը, որ հիմա ընկերությունները ներքին շուկայում տուժվում են, այդ e-commerce-ի գնումներն է, on-line հարթակները, Temu, Wildberries, Ozon, այդտեղ մեր ներքին լոկալ շուկայի համար արտադրողները արդեն իսկ 20% այդ ավելացած արժեքի հարկով ոնց որ կրվում են այդ մարդկանց, որովհետև այնտեղ չի վճարվում այդ հարկը, իսկ ստեղ ինքը այդ հարկով է վաճառում խանութին։ Բայց մյուս կողմից հիմա որ նայենք, մենք օրինակ տեքստիլում չունենք այդ համայնքը, որ կարողանա միասնական ինչ-որ մեծ պատվեր անի թեկուզ ներքին շուկայի համար։ Դեն կարող այնտեղ 2 հոգի, 3 հոգի կարողանան միանան իրար, մի հատ պատվեր վերցնել, բայց այդ համայնքը ձևավորված չկա, որ կարող եմ օրինակ բերել ռեալ, օրինակ ընկերություններից մեկում ռուսական, որ Հայաստանում է, օրինակ 27000 կտոր ապրանք էր պետք մի ամսում, որ պետք է իրենց հասցնենք։ Ես չկարողացա մի քանի տեքստիլ արտադրողներին իրար հետ միավորել ու որ նմանատիպ արտադրանք ստանալ, ոնց որ այդ չեկան այդ բանակցության սեղանին չեկան, որ կարողանանք մատակարարենք։ Իսկ մեծ խմբականակներ մենք ի վիճակի չենք արտադրել։ Այդ որակ պատրաստ չենք։ Տեսեք, ամեն մեկը առանձին ինքը կարողանում է լավ արտադրանք տա, կարա մեծ խմբականակ, մեծ խմբականակ ասելն էլ մի քիչ հարաբերական է, բայց այստեղ կարևոր է, շատ կարևոր է մեծ համայնք ունենալ, որտեղ որ նաև այստեղ համել կօգնենք մենք պետությանը, որ պետական որոշակի քայլերը ավելի հեշտ կդարձնի,
այդ մի մուլտիբրենդային այդ տարբերակով հանդես գալը, նույն բանկերի հետ կապված այդ խնդիրը լուծելը, որովհետև արտադրողի համար հիմա մոտավոր միջինում 12-13% է բանկային այդ տոկոսադրույքը ու ինքը ինձ թվում է մեծ է արտադրողի համար։ Հատկապես եւ մրցակցությունը բարձր է այս ոլորտում, շահութաբերությունը ցածր։ Այո, շահութաբերությունը ցածր է ու այստեղ կարելի է այդ համայնքը ձևավորել ու փորձել համայնքով նաեւ որոշակի հարցեր լուծել։ Մենք ինչ խնդիրներ ունենք հարկային մաքսային մասով։ Կա խնդիրներ, որոնք խոչընդոտում են օրինակ այս ոլորտի զարգացմանը։ Հարկային մասով խնդիր ունենք, երբ որ մենք համեմատում ենք ներմուծողների հետ, այստեղ հավասար պայմաններ չեն արտադրողների ու ներմուծողների համար։ Ես օրինակը բերեմ վերնաշապիկի մասով, որ ավելի պարզ լինի, եթե չեմ սխալվում, մի անգամ եմ խոսել այս մասին։ Տեսեք, ներմուծողին հիմնականում կիլոգրամով են հարկում։ Այո։ Ենթադրենք 10 վերնաշապիկը գալիս է 1 կիլոգրամ, ինքը հարկվում է $5-8։ Իսկ արտադրողին 1 հատից են հարկում, 1 հատի վաճառքի գնի, եթե շրջարկով է մոտավոր 7.5%, 5-ից 7.5, նայած, եթե NDS-ով է, դե արդեն ավելացած արժեքի։ Ըստ էության մեր մաքսային վարչարարությունը ենթադրում է, որ պետք է հատով մաքսազերծվի։ Այդպիսին է մեր օրենսդրությունը այս վերջի փոփոխությամբ, բայց այո, մաքսազերծողները դեռևս շարունակում են այդ ավանդույթը, այսպես ասած, մի շարք երկրների մասով կիլոգրամով են բերում։ Եվ այստեղ ըստ էության մաքսային վարչարարության խնդիր ունենք փաստացի, այսինքն եթե մաքսային վարչարարությունը իրականացվի ամբողջ ծավալով, հատային տարբերակով, կարող ենք մենք ունենանք այլ գներ ներկրվող ապրանքների մասով։ Դե այստեղ իրենց էլ եմ ճիշտ ասած հասկանում, քանի որ շատ դժվար է պատկերացնում եք ամենապրանքով հատ որոշից, ինձ թվում է ավելի շատ պետք է այլ ինչ-որ միջոց կիրառվի, որ ոնց որ գոնե պայմանները հավասարեցնեն, որ մենք կարողանանք մրցակցել, որովհետև տեսեք, երբ որ ներկրված ապրանքներն ենք նայում ու ստեղի արտադրանքը, ես մեր մասին չեմ խոսում, Հայաստանում, երբ որ համեմատում ենք, հիմնական հայ արտադրողին է որակով ավելի բարձր է, ու գին որակ համեմատության մեջ հայ արտադրողը ավելի շատ ոնց որ լավ դիրքերում է գտնվում, բայց երբ որ համեմատում ենք, օրինակ դե վերնաշապիկը կամ շապիկը կապ չունի, այդտեղ իհարկե դժվում է, որովհետև այդտեղ հումքի խնդիր էլ կա, այն երկրները, ովքեր որ տեղում հումք են արտադրում ու կարում են, մանավանդ այդ սինթետիկ հումքերը, իրենց համար շատ մատչելի է դառնում այդ հասանելի է դառնում հումքը, իսկ մեր այդ արտադրողների, որ պետք է հումքը ներմուծեն, այդտեղ փոխարժեքի տատանում, լոգիստիկ ծախսեր, օրինակ Չինաստանից արդեն 2 ամիս է կանգնած են մեքենաները, բեռնատարները, այդ ավելանում է։ Ես մարդիկ գիտեմ, որ պայմանագրով արդեն բան է։ Այսինքն կանգնած լոգիստիկայի խնդիր կա։ Այո, լոգիստիկայի խնդիր կա, մոտ 2-3 ամիս այտենց հերթ էր, եթե չեմ սխալվում Ղազախստանի սահմանում։ Այո, ճիշտ է։ Հիմա այդտեղ էլի հայ արտադրողը տուժում է, որտեղ ինքը պայմանագրեր ունի, որ պետքա կամ չգիտեմ միջազգային պատկերացնեք, միջազգային բրենդի հետ պայմանագիր ունենաս ու 3 ամիս քո ապրանքը մնացել է այդտեղ, ասենք երկրորդ անգամ ինքը ոչ թե ձեր հետ չի աշխատի, այլ փորձի Հայաստանի հետ չաշխատել։ Այո, դա բավական լուրջ խնդիր է, մատակարարումներ, հատկապես երբ որ հումքի մատակարարում է, սա լրացուցիչ այսպես կառավարման անհրաժեշտություն է ստեղծում, կամ պետք է ստեղ արտադրությունը ստեղծես, կամ մեծ պահեստներ ունենաս, որ կարողանաս քեզ թույլ տաս ինչ-որ ձևով ռիսկերը նվազեցնես այս մասով։ Օրինակ այս տարի նաև որոշակի հարկային փոփոխություններ եղավ, շրջարկի տոկոսադրույքները բարձրացեցին արտադրողների համար։ Օրինակ դա ձեր ոլորտի կամ ձեր գործունեության վրա որևէ ազդեցություն թողեց։ Տեսեք, ինքը շատ չնչին է եղել տարբերությունը, եթե անկես խոսենք, տենց մեծ ազդեցություն չի թողնում, իհարկե ազդեցություն թողնում է, բայց շատ ինքը այդ փոփոխությունը չի կարող դառնալ պատճառ, որ մենք նույնիսկ մեր արտադրանքը չենք թանկացրել, ասենց ասեմ, որ մենք իհաշիվ շահույթի, հա, բայց նաև այդտեղ բարձրացումից բացի նաև հնարավորություն է տրվել, որ ծախսագրվի նաև որոշակի բաներ։ Ձեր գործունեության մասով
փաստաթղթավորման խնդիր ունենում եք, որ օրինակ ապրանքներ եք առնում, որոնք չեք կարողանում փաստաթղթավորել, նման խնդրի հետ առնչվում եք։ Այո, եթե ներքին շուկայից հիմնական աքսեսուարների մասն է խոսքը գնում, եթե ներքին շուկայից գնում է շատ դեպքերում իրենց չես կարող փաստաթղթավորել, քանի որ ներմուծողը նույնիսկ չունի փաստաթղթ, որ ինքը ուղղակի ինքը տենց բերել է, մեծ քանակ ա եղել, դրա հետը բերել է, ինքը չի կարող օրինակ գրի շղթա կամ կոճակ, ինքը չի կարող տենց կոդավորված փաստա, չի կարողանում ու լինում են տենց դեպքեր շատ են լինում, բայց էսի այն դեպքերը չի, որ ոնց որ այս փուլում ամենայն դեպս պետքա ոնց որ շատ խորանալ իր վրա, ավելի այդ խորքային խնդիրներ կա, որ լուծվեն, ինձ թվում է արդեն այդ խնդիրները ինքնըստինքյան կլուծվեն։ Պետությունը նաև մի շարք ծրագրեր է իրականացնում, նաև տեքստիլի ոլորտում, այլ ուղղություններով, օրինակ սարքավորումների, արդիական սարքավորում վերազինման մասով տոկոսադրույքն է սուբսիդավորում, օրինակ ուներ ծրագիր նաև, երբ որ դու կարող էիր մասնագետ հրավիրեիր, երբ պետությունը պատրաստ էր փոխհատուցել։ Այս ծրագրերից դուք օգտվել եք կամ ձեր կազմակերպությունները, որոնք այս process-ի մեջ ներառված են, օգտվում են եւ ինչպես են գնահատում այդ ծրագրի արդյունավետությունը։ Մենք օգտվել ենք լիզինգի ծրագրից, երբ որ պետությունը սուբսիդավորում է, արտադրողի համար շատ լավ ծրագիր է իհարկե, բայց այստեղ էլի վերադառնամ այն խնդրին, որ նախապես նշեցի, մենք ունենք այդ խնդիրը, երբ որ մենք կադրերի պակաս ունենք, տեսեք մենք լիզինգի ծրագրի շրջանակներում նաև ներմուծել ենք սարքավորում, որ հագուստի վրա տպագրություն է անում։ Բայց այդպիսի մասնագետներ, որ կարողանա սարքը ինստալյացիա անի, սարքը ոնց որ վերաթողարկի, դնի ճիշտ ռեժիմի, երևի Հայաստանում մի քանի հոգի են։ Հիմա մեր բախտը առումով բերել այն մասով, որ մտերիմ էինք, ինքը եկավ, արեց ժամանակ գտավ, բայց նաև դրա աշխատացնելը էլի մեր համար խնդիր է, քանի որ պետք է դենք մարդ, որ հասկանում է կամ ես չգիտեմ որտեղ կարելի է իրան վերապատրաստել, որ ինքը կարողանա այս սարքը աշխատացնի։ Հայաստանում չկա այստեղ, մնում է դրսում, մնում է դրսում, ինչ-որ on-line training-ներ, բայց այդ մարդը ով որ գալիս է, ինքը նես չի, որ միշտ անգլերեն գիտի, այս խնդիրները ես շատ արտադրողների գիտեմ, որ իրանք ունեն վերջի սերնդի տեխնիկա, բայց իրանք չեն կարողանում դա աշխատացնել, չեն շահագործում, որովհետև չկան այդ մասնագետը կամ դուրս է եկել այդ մասնագետը գնացել է մեկ տեխնիկա բերելուց առաջ չէին մտածում, ինչպես պետք է շահագործեն։ Դե տեխնիկա բերելուց առաջ հենվում են իրենց կադրերի վրա, որ ունեն այդ կադրը այս փուլում, բայց այդ կադրը մի ամիս հետո որոշում է թողնել ու գնալ ու երկրորդին իրանք չեն կարողանում ճարել կամ ստեղ նաև այլ խնդիր է կա, եթե այդպես շատ խորանանք այդ սարքավորումները, որոնք աշխատում են հիմնականում ինքնաշխատ կերպով, այսինքն այդտեղ կարող պետք չի, հիմնական օպերատոր է, որ պետք է, ինքնաշխատ կերպով, իրանք հիմնականում նախատեսված են մեծ շուկաների համար, այսինքն երբ որ մեծ քանակությամբ, երբ որ դու օրինակ 10-20 հազար վերնաշապիկ պետք է կարես, այդ գրպանը, չգիտեմ, այդ որոշ մասերը ինքնաշխատ, երբ որ աշխատում է, հենց այդ մոդելի համար է ինքը ստեղծված, հետո դու պետք է այդ ամեն ինչ լրիվ փոխես, որ հաջորդ մոդելին անցնես, բայց քանի որ Հայաստանում տես մեծ քանակներ չկա, 500 հատ, 1000 հատ, 300 հատ, ինքը շատ այս դեպքում խնդիր է դառնում, քեզ անընդհատ մարդ կանչես, փոխես այդ կարգավորումները սարքն է կարող է շարքից դուրս գա անընդհատ նման արագ փոփոխություններ։ Այդ մասով չեմ կարող ասել, որտեղ ինքը ոնց որ հիմնականում հատուկ թվայնացված դաշտերով կարդում է, բայց մարդ է պետք, որ իսկ մեր մեխանիկների էլի հիմնական մասը չգիտի անգլերեն, ինքը հիմնականում անգլերեն է, այդ նույնպես խնդիր է, որտեղ այնտեղ երբ որ ինչ-որ տեխնիկական մասերը պետք լինում փոխել, լավ հասկանում, արագ փոխում, մյուս, բայց երբ որ պետք է արդեն ոնց որ IT լուծում, լուծում էլ չի ինքը, ոնց որ այդ կարգավորումները, որ պետք է արդեն ոնց որ իր բանից տաս, մայր պլատայից կամ բան, արդեն այստեղ չեն կարողանում, մեր մեխանիկներն հիմնականում չեն կարողանում լուծել այդ խնդիրը։ Պարոն Ասլանյան, ինչպես եք տեսնում այս ոլորտի զարգացումը 5 տարի հետո, 10 տարի հետո, ինչ ուղղությամբ կամ ինչ քայլերով պետք է գնանք։
Իմ կարծիքով ստեղ շատ կարևոր է, որ պետությունը պլատֆորմ ստեղծի արտադրողների համար։ Պետությունը ճիշտ է, տեսեք, դուք նշեցիք, ունեն ծրագրեր, սուբսիդավորում ունեն, մասնագետի, որ կարողանում ես կանչել։ Օրինակ միջազգային կոնֆերանսների կարող են մասնակցել, նաև որոշակի տենց աջակցության ծրագրեր կան։ Իմ կարծիքով ցուցահանդեսներում տեսեք, շատ դեպքերում մասնակցում են, մեր թեկուզ առանձին գնում են իրենք Եվրոպայում, չգիտեմ, այլ երկրներում մասնակցում են, բայց հիմնական հաջողության չեն հասնում, որովհետև ստեղ իրենց պետք է լինում արագ առաքումը, որ ինչը որ մեզ մոտ խնդիր ունենք, հիմա Ամերիկայի շուկան մեր ապրանքը լավ ընդունում։ Մենք նույնպես ոնց որ մեզ մոտից առնում են, իրանք արտահանում են նաև Ամերիկա, որտեղ շատ լավ է սպառվում, բայց միշտ խնդիր է լինում, որտեղ այդ մարդիկ մինչև հասցնում են, արդեն սեզոնը փոխվում է, արդեն ոնց որ նաև ինչու՞ չէ, այդ մոդա բառը, չգիտեմ, հայերենով մոդան է փոխվում, նորաձևության, հա, տենդենսներն է փոխվում։ Այդ պատճառով միշտ չի, որ այդ էքսպոները բերում են հաջողության։ Ստեղ իմ կարծիքով հենց պետությունը պետք է որոշակի պլատֆորմ ստեղծի, որ այս խնդիրները միանգամից ինքնըստինքյան լուծվեն, այսինքն ոչ թե կետային լուծումներ տանք, որ եկեք սուբսիդավորենք այս վարկը, այլ օրինակ միանգամից արտադրողների համար սահմանեն ինչ-որ վարկը չի կարող օրինակ 6%-ը անցնի կամ 5%-ը, ենթադրենք սենց օրինակ, կամ լոգիստիկայի հետ կապված որոշակի ինչ-որ առավելություններ տան այդ հերթերի հետ կապված մյուս, եթե ուզում ենք այս ճյուղը զարգացնենք, պետք է սկզբնական փուլում որոշակի այդպես արտոնություններ։ Ըստ այս դեպքում նաև օդային փոխադրումներն է շատ կարևորվելու, արագ տեղ հասցնելու համար։ Շատ կարևոր է օդային փոխադրումները ու այս մասով է կարելի առավելություն տալ որոշակի ընկերություններին, որ կարողանան շատ արագ տեղափոխել, հետագայում կարելի է քիչ-քիչ օրինակ շատ երկրներում այդ հարկային ռեժիմներ մինչև 3-4-5 տարի հետո նոր սկսում են ոնց որ հարկ մուծել, եւ 5 տարի հետո նոր համարում են, որ դու բիզնես ես արդեն կայացած։ Նույնիսկ ստեղ, եթե չեմ սխալվում, Ճապոնիայի փորձ էինք ուսումնասիրում մի անգամ ու շատ հետաքրքիր էր, որ իրենք արտադրողներին պետությունը տալիս է տարածքներ, երբ որ դու մինչև 10 աշխատող ես ունենում, 3 տարի անվճար տարածքներ է տալիս ու դու որ իրանց ռազմավարությունը այն է, որ տարածքի պատճառով չպետք է միտքը տուժի։ Ու դու մի 3-4 տարի հետո պետք լքում ես այդ տարածքը, արդեն որ դու կա ոնց որ հասունանում է բիզնեսը, աշխատակիցներդ ավելանում են, 4 տարի ունես ժամանակ, լքում ես, հաջորդն է գալիս։ Ես օրինակ երբ որ անցնում եմ քաղաքով, Շենգավիթ կամ Կոմիտասում, ինչի՞ չէ, նաև շատ տարածքներ կա, որ ես net տեսնում եմ պետական ոնց որ շենքեր են ու չօգտագործված, ու կարելի է այդ շենքերը օպտիմալ օգտագործել տենց տարածքների համար, որտեվ էդ էլ շատ տարածքի վարձը ազդում է ինքնարժեքի վրա, որ մինչև ոնց որ այդ մարդը ունենա իր բազան հաճախորդների։ Չգիտեմ, օրինակ լուծումներից մեկը իմ կարծիքով, հիմա կարող է հակադարձեն, ասեն, տես չի լինի, մեր, չգիտեմ, այսինչ օրենքը խանգարում է կամ մյուս, բայց տրամաբանության մեջ ես կարծում որ կարելի է բիզնես ինկուբատորներ, բիզնես միջալաբորատորիաներ, դրա անհրաժեշտություն շատ կա, հատկապես ստարտափ նոր սկսող բիզնեսների համար։ Տարածքի փողի պատճառով շատերը այսպես մտածում են մի քանի անգամ սկսեն, թե ոչ, այո, դա շատ կարևոր այսպես ծախս է դարձել հայ իրականության մեջ։ Նաև դուք որ կառավարման որպես փորձագետ վստահ եմ շատ մեծ աշխատանք եք նաև իրականացում կադրերի պատրաստման, կադրերի ընտրության մասով։ Ինչպես եք տեսնում այս ուղղությունը Հայաստանում, դուք նաև գիտեմ ակտիվ համագործակցում եք տարբեր բուհերի հետ, կադրերի պատրաստման ընտրության մասով։ Ինչ հետաքրքիր նախաձեռնություններ, ծրագրեր ունեք այս առումով։ Կադրերի մասով համագործակցում էինք պետական տնտեսագիտական համալսարանի հետ։ Այս պահին արդեն մոտ 1 տարի կլինի դեռ չենք համագործակցում, համ էլ ստեղ իմ մեղավորությունն է, նաև ժամանակի խնդիր է, բայց օրինակ մեզ մոտ կադրերը պարտադիր չի փորձառու լինել, ոնց որ մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը մեր վրա, բայց ես չեմ խրախուսում, որ դա ճիշտ է, որովհետև հա,
որովհետև ոնց որ նույն կադրը քո իր սխալների հաշվին է սովորում ու այդ սխալները շատ դեպքերում վճարում ես դու։ Հա, վճարում ես դու շատ դեպքերում օրինակ կարող է այն ինչ որ դու պլանավորել ես դրանից շատ ավելի ծանր նստի քո վրա, երբ որ մանավանդ երբ որ բրենդային ընկերությունների համար ես դու աշխատում, այստեղ շատ զգուշ պետք է լինել, բայց միևնույնն է Հայաստանում թեկուզ ամենալավ վերանորոգողը կամ ամենալավ ավտոէլեկտրիկը միևնույնն է սովորել է սպառողների ոնց որ հաշվին։ Այո։ Սպառողների հաշվին, իսկ թվում է այս պետքա փոխվի արմատական նաև, որ պետական աջակցությունից խոսեցինք, պետքա պետությունը այդ միջին մասնագիտական կրթությունը հենց ուժեղացնի մեզ մոտ, որ արդեն կան համարյա թե պատրաստի կադրեր, որ իրենց ուղղակի պրակտիկան պակասի, չնայած հիմա դուալ կրթությունն է շատ մոդայիկ ու շատ ոնց որ ինքը օգտակար է, երբ որ համ սովորում են ու որոշակի մաս նաև աշխատում են համատեղելով միջին մասնագիտական կրթության մասն է խոսքը, ինքը շատ կարևոր է ու այս ուղղությունը նաև պետք է ուժեղացնել, որպեսզի այդ կադրերի խնդիր չունենանք։ Եթե ես չեմ սխալվում, կանանց 80%-ից ավել ոնց որ հենց ներգրաված են այս տեքստիլ ոլորտում, հա, տեքստիլ ոլորտում ինքը հա շատ կարևոր ցուցանիշ է ու ինձ թվում է պետք է այս ուղղությամբ աշխատել։ Շնորհակալ եմ պարոն Ասլանյան հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, այսօր խոսեցինք Հայաստանի բիզնես միջավայրի մասին, մասնավորապես տեքստիլ ոլորտի խնդիրների, զարգացման հեռանկարների մասին, ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ այս ոլորտում շատ կարևոր են կադրերը, ենթակառուցվածքները, պետական ծրագրերը, որոնք անընդհատ գնահատման եւ կատարելագործման կարիք ունեն։